Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Բարև ձեզ, ATV-ի եթերում մեր պատմությունը հաղորդաշարի հերթական թողարկումն է, որն իրականացնում ենք մեր գլխավոր գործընկեր Converse բանկի հետ միասին։ Այսօր ձեզ պատմելու ենք 6-րդ դարի հայ փիլիսոփա, նեոպլատոնականության, գաղափարախոսության ներկայացուցիչ Դավիթ Անհախտի մասին, ով հանդիսացավ վաղ միջնադարյան հայկական փիլիսոփայության աշխարհիկ ուղղության հիմնադիրը եւ հունական դպրոցի ներկայացուցիչներից մեկը։ Իր ժամանակների համար բավականին լավ կրթություն էր ստացել Դավիթ Անհախտը, մեկնել էր Հունաստան ուսում ստանալու նպատակով, ասում են, որ աշակերտել է Օլիմպիոդորոս կրտսերին, ով այդ ժամանակ հանդիսանում էր Ալեքսանդրիայի փիլիսոփայական դպրոցի ղեկավարը։ Իսկ Անհախտ անունը նա ստացել է իր գիտելիքների եւ առաջին հերթին բանավիճելու ձիրքի շնորհիվ։ Միքայել նախքան նրա փիլիսոփայական ուղղություններին գալը, ուսմունքին անդրադառնալը, ուզում եմ նաև հենց սկզբից խոսենք այն միջավայրի մասին, որտեղ որ նա կերտվեց որպես անհատ եւ հետո արդեն որպես փիլիսոփա։ Այո, Շանի, շատ տեղին ճիշտ նշեցիր նրա կրթության մասին եւ նրա ընդհանուր փաստորեն այդ կրթական միջավայրի մասին։ Դրանից առաջ մենք նրա կենսագրությունից շատ քիչ բան գիտենք։ Գիտենք, որ ծնվել է մոտ 475 թվականին Տարոն գավառի Ներգին գյուղում եւ այդ պատճառով մեր հայ մատենագրության մեջ երբեմն հիշատակվում է ներգինցի կամ ներգինացի ձևով եւ երբեմն արդեն օտար միջավայրում երբ որ հիշատակվում է, իսկ մենք գիտենք, որ միջնադարում, հատկապես միջնադարի հաջորդ երկու փուլերում զարգացած միջնադար եւ ուշ միջնադար, նրա երկերը ավելի տարածվել են օտար միջավայրում, մասնավորապես մուսուլմանական փիլիսոփայական միջավայրում, իրանական, արաբական եւ նաեւ ինչու ոչ բյուզանդական նաեւ փիլիսոփայական միջավայրում, ավելի ուշ նույնիսկ վրացական փիլիսոփայությունը, երբ որ սկսում է 18-րդ դարում ձևավորվել, եւս նրա ձեռագիրը կա եւ դրա համար նա սկսում է այդ միջավայրում նաեւ հիշատակվել իբրև փաստորեն Դավիթ հայ, քանի որ վաղ շրջանում հունական աշխարհի հետ են շփումները, հունական ձևով է այդ հիշատակումն արվում, իսկ հետո արդեն ավելի այդպես սիստեմատիկ է դառնում նման հիշատակումը։ Մենք ընդհանուր կարող ենք ասել, որ Դավիթ Անհախտը 5-րդ դարի մեր թարգմանչած շարժման արդյունք է, տրամաբանական արդյունք, եւ այս առումով պատահական չէ, որ նա Հայաստանի Ծառաքելական Սուրբ Եկեղեցու կողմից սրբադասվել է թարգմանչած շարքում, այսինքն սուրբ թարգմանիչների մեջ, որոնք սկսում են Մեսրոպ Մաշտոցից եւ Սահակ Պարթև կաթողիկոսից եւ շարունակվում այնպիսի երևելի դեմքերով, ինչպիսիք են օրինակ Մովսես Խորենացին, մեր պատմահայրը, Կորյունը, Եղիշեն եւ շատ ուրիշներ, ովքեր որ մասնակից են եղել Աստվածաշնչի անդրանիկ թարգմանությանը, Թաքուհի թարգմանությանը եւ նաեւ միևնույն ժամանակ նրանք մասնակցել են թարգմանչած շարժմանը, այսինքն այլ երկերի թարգմանություններ, նոր սեփական երկերի ստեղծում, մեր միջավայրում պատմագրության սկզբնավորում հայկական եւ շատ ավելի կարեւոր բան լուսավորության գործը ամբողջացնելու հարցում օգնել են իրենց ուսուցչին Մեսրոպ Մաշտոցին, հիմնել են դպրոցներ եւ մասնակցել են այդ դպրոցների ուրեմն կազմակերպմանը, ահա այս ամենի տրամաբանական շարունակությունն է, նրա գործունեությունը, քանի որ նրանց հետ է փոխկապակցված եւ նրանց գաղափարների շարունակությունն է, դրա համար եկեղեցին նրան հենց այդ տոնի խորհրդի մեջ է ներառել, այսինքն թարգմանչած տոնի, որը նշվում է Խաչվերացի 5-րդ կիրակի նախորդող շաբաթ օրը։ Այս առումով իհարկե Դավիթ Անհախտի կերպարը փաստորեն մենք պետք է նաև այլ տեսանկյունից նայենք, սովորաբար խորհրդային շրջանում շեշտադրումը կատարել հենց նշած այդ հանգամանքի վրա, որ նա աշխարհիկ փիլիսոփայության հիմնադիր է, եթե մենք ուզում ենք շեշտել, որ նրա փիլիսոփայությունը ընդգծված գիտականություն ունի, այո, պետք է այդ աշխարհիկի հանգամանքը նշենք, բայց միևնույն ժամանակ չպետք է մոռանանք, որ նա տոնելի սուրբ է
եւ նա ընդգծված բարոյագիտական եւ աստվածաբանական շեշտադրումներ ունի իր աշխատություններում։ Այստեղ պետք է մենք կամրջենք նրան մեկ այլ երևելի գործչի հետ, որ էլի ոսկե դարի մեր 5-րդ դարի մշակույթի ոսկե դարի տրամաբանական շարունակություն է, որին անդրադարձել ենք ժամանակին 7-րդ դարի մեր գործիչ Անանիա Շիրակացու մասին, երբ խոսում ենք, մենք շեշտեցինք, որ նա համարում էր, որ սրբերին կարելի է համահավասար դիտարկել նաև այն փիլիսոփաներին, որոնց ինքը անվանում էր բարի փիլիսոփաներ։ Եվ քանի որ բարի փիլիսոփաների ասած անգամ, եթե նրանք դեռ քրիստոնյա չէին, չէ, հին Հունաստանում օրինակ նրանք դեռ հեթանոսներ են, նա նշում է, որ քանի որ նրանց ասած հայացքները, փաստորեն դրույթները ճշմարիտ են, հետեւաբար նրանք կարող են հավասար դիտարկվել փաստորեն քրիստոնեական ժամանակաշրջանի աստվածաբաններին եւ նման հայացքներ արտահայտողներին։ Այս առումով իհարկե նույն մոտեցումները նկատելի են Դավիթ անհախտի մոտ եւ պետք է շեշտենք մի հանգամանք եւս, որ 5-րդ դարի պայմաններում փաստորեն մենք ունենք Հայաստանում միջավայր 5-րդ դար եւ 6-րդ դարի առաջին կես նրա ապրելու ժամանակաշրջանը մի միջավայր, երբ որ նրանք կարողանում էին մեր գործիչները ազատորեն խոսել անտիկ փիլիսոփայության մասին, հին փիլիսոփաների աշխատություններն էին քննարկում, մեկնություններ եւ վերլուծություններ գրում եւ դրանով հանդերձ չէին արժանանում քննադատության, հակառակը նրանց դա թույլատրված էր եւ նրանք զուգորդում էին զուգահեռաբար համեմատում վերլուծում էին քրիստոնեական մեր այդ պատկերացումների հետ, կամուրջներ էին ստեղծում, այլ ոչ թե հակադրում էին քրիստոնեական աստվածաբանությանը, ասենք հին հեղինակների հայացքների հետ։ Ստացվում է, որ այս կերպարը Դավիթ անհախտի 5-րդ դարի վերջին քառորդի եւ 6-րդ դարի առաջին կեսի հայ իրականության այն արտահայտությունն է, որ բխում էր ոսկե դարից եւ կամրջում էր բոլոր ժամանակների սերունդների արտահայտած գաղափարները մինչ այդ եղածեւի ժամանակի եւ ինքնին ցույց է տալիս եւս մեկ անգամ, որ վաղ միջնադարում Հայաստանում գիտական միտքը ազատ է, գիտական դիսկուրսը բաց է, չկան սահմանափակումներ եւ այն հեքիաթները, որ պատմում են, թե չէր թույլատրվում, չգիտեմ, եկեղեցու կողմից նման քննարկումներն են, դա չի համապատասխանում իրականությանը, դրան էլ որպես հենց փաստորեն ապացույց այն է, որ նա սրբադասված տոնելի սուրբ է։ Իսկապես Դավիթ անհախտը լինելով նոր պլատոնականության, գաղափարախոսության ներկայացուցիչ, յուրատեսակ ձևով կարողանում էր զուգակցել Արիստոտելի, Պլատոնի, Պյութագորասի ուսմունքները, նաև վերցնել Արիստոտելի ուսմունքից մատերիալիստական որոշ գծեր, նա գտնում էր, որ բնությունը, միայն բնությունը լավ ճանաչելով է հնարավոր ճանաչել ու հասնել Արարչին, ու հետաքրքիր է, որ ինքը լինելով փիլիսոփայության աշխարհիկ ուղղության ներկայացուցիչ, նաև ամուր կապերով կապված էր կրոնի հետ, եկեղեցու հետ, նաև ասում են, որ նա բազմաթիվ երգեր է գրել եկեղեցու համար, այ հետաքրքիր է ինչպիսին էր նրա մոտեցումը կրոնի հանդեպ առհասարակ։ Ուրեմն հետաքրքիր է, որ փաստորեն նրան է վերագրվում մի ներփողական ճառ, Աստծուն նվիրված, գովաբանական ճառ եւ ավանդությունը, սրբազան ավանդությունը ասում է, որ մեր շարականների որոշ հոգեոր երգերի մի մասը հենց նա է ստեղծագործել, թեև դրա մասին ուղիղ հաստատող տվյալներ չկան, բայց այն, որ նա հոգեոր երաժշտության նկատմամբ ունի շատ մեծ հոգացություն, դրսևորվում է կոնկրետ նրա ամենաառանցքային աշխատության մեջ սահմանք իմաստասիրության, այսինքն փիլիսոփայության սահմանումները հայերեն մենք ֆիլոսոֆիա, այդ փիլիսոփայություն բառը դեռ վաղ միջնադարից մեր գրաբարում իմաստասիրություն գեղեցիկ բառով ունենք եւ նա նշում է, որ այստեղ առանձին ասույթներով թե ինչ կարեւորություն ունի հոգեվոր երաժշտությունը եւ դա մարդու կատարելության հասնելու տարբերակներից մեկն է։ Այսինքն փաստորեն մենք տեսնում ենք, որ նրա անունը կապվում է դիկոմից թե գովաբանական գրականության հետ եւ թե մյուս կողմից կապում է փաստորեն հոգևոր երգեցողության հետ։ Նա բնականաբար հունաբան դպրոցի ներկայացուցիչներով Հայաստանում կարող ենք ասել այդ դպրոցի հիմնադիրն էր,
Ինչպես արդեն տեղին նշեցիր, Ալեքսանդրիայում փայլուն կրթություն ստանալուց հետո Օլիմպիոդորոս կրտսեր մոտ այնտեղ մեծ փառք ձեռք բերելով բանավիճելու հարցում, տարբեր հարցերի շուրջ այդ ճարտասանական իր արվեստը նաև դրսևորել եւ փիլիսոփայական հայացքներով փաստարկումը, թե ինչպես պետք է ճիշտ անել, հենց դրա հետ կապված էր ստացել այդ անհաղթ պատվանունը։ Նա գալիս է արդեն որոշակի պատկառելի տարիքում Հայաստան եւ այստեղ այդ հունաբան դպրոցը ոչ միայն զուտ իր ուսումնասիրություններով է հիմնում ու զարգացնում, այլ նաև աշակերտներ է հավաքում եւ նրանց փոխանցում իր գիտելիքները եւ փաստացի Հայաստանում նա տրամաբանության ուսումնասիրությունն է տեղափոխում գիտական հիմքերի վրա եւ փիլիսոփայությունը որպես առանձին ուղղություն, գիտության ուղղություն նրա հենց ջանքերի շնորհիվ կայանում է։ Մինչ նա մենք ունենք առանձին դեմքեր, ովքեր այս ոլորտում հանդես են գալիս եւ իհարկե չենք կարող չնշել այս առումով Եզնիկ Կողբացու անունը։ Եզնիկ Կողբացու պարագայում նրա եղծաղանդոց այդ աղանդների կամ այլ ուսմունքների հերքումը աշխատությունը կարևոր էր զրադաշտականության սնանկությունը քրիստոնեության նկատմամբ ցույց տալու հարցում եւ այս տեսանկյունից նրա գործը ավելի շեշտված կրոնական բնույթի է։ Իսկ Դավիթ անհաղթը փորձում է քրիստոնեության ակունքներում մնալով անտիկ հեղինակներին մոտենալ եւ շատ կարեւոր զուգորդումներով շահկապում է փաստորեն անտիկ աշխարհի միտքը իր ժամանակների վաղ քրիստոնեական գաղափարների հետ։ Մենք շատ հստակ գիտենք, որ նրա աշխատությունների առանցքում ամենակարևոր գործը նրա իհարկե սահմանք իմաստասիրության երգն է, որը մեծ հաշվով գիտության դասակարգման մասին է նաև եւ քիչ անց դրա մասին կխոսեմ։ Բացի այդ նրա գործերից առանձնանում են 3-ը, որոնք նվիրված են մեկը Պորֆյուրի, երկուսը Արիստոտելի տարբեր գործերի մեկնությանը։ Այս առումով իհարկե նկատելի է փաստորեն նրա հոյակապ իմացությունը անտիկ հեղինակների եւ շատ տեղին նշեցիր, որ այդ անտիկ հեղինակների մեջ Պորֆյուրից ու Արիստոտելից բացի իհարկե Պլատոնը, Պյութագորասը կարևոր առանցքային դեր ունեն եւ նա այո շեշտված նոր պլատոնական հայացքների կրող է եւ նրա մոտեցման կարևոր մասը իհարկե Աստծու նկատմամբ այդ հետարքիր մղումը մարդու, որ մարդ փորձում է հասնել կատարելության, դեպաբար փորձում է հասնել Աստծուն։ Նա նշում է, որ Աստծուն ուղղակիորեն ճանաչել հնարավոր չէ, իսկ որպեսզի մենք կարողանանք Աստծուն հասնել, ապա պետք է նախ բնությանը ճանաչենք, հաղորդակից լինենք եւ բնությունը նա ներկայացնում որպես Աստծու արարչագործության արդյունք, բայց այստեղ եւս շատ հետարքիր բան ենք տեսնում։ Նա ինչպես եւ նրանից հետո պետք է Անանիա Շիրակացին աներ եւ այդ մասին մենք ներկայացրել ենք, պնդում էր, որ ուրեմն բնությունը ստեղծել է Աստված, բայց բնությունն ինքն իրենով փաստորեն օրինաչափությունների մի ամբողջ համախումբ է, որը բնականորեն գոյություն ունի եւ այդ բնության այս մեխանիզմը հենց աստվածային կատարյալ արարչագործության արդյունք է ներկայացնում եւ եթե մարդը այդ կատարելությունը կարողանում է ճանաչել, նա կարող է մոտենալ Աստծուն։ Սա շատ հետաքրքիր մոտեցում է եւ դրսեւորվում է այս մոտեցումը նրա բոլոր գործերում եւ նա բնականաբար համարում է առաջին նախասկզբնական գոյի հիմքը, այսինքն Աստված է ստեղծել ամեն ինչ եւ Աստծու կամքով այդ ամեն ինչը գոյություն ունի։ Միքայել, դու խոսեցիր գիտության դասակարգման մասին, որը որ նա իրականացրել է, ինչ դասակարգման մասին է խոսքը, ինչ սկզբունքով է նա այդ դասակարգումն իրականացրել եւ եթե ընդհանուր առումով վերցնենք նրա աշխատությունը հետագայի մեր ուսումնասիրողների, մշակույթի գործիչների համար ինչ կարեւորություն է ունեցել։ Շատ հետաքրքիր է, որ նա փաստորեն բաժանում է ամեն ինչի հիմքում իհարկե փիլիսոփայությունն է տեսնում գիտությունների, համարում է գիտությունների եւ արվեստների մայրն ու հայրը։ Այդ առանցքում նա դա տեղավորելով այնուհետև բաժանում է երկու խմբի՝ տեսական եւ գործնական։ Շարունակակից փիլիսոփայական գիտության մեջ այդ տեսականը եւ գործնականը բաժանելիս գործնականին կանվանային էմպիրիկ։ Հիմա այս գործնական եւ տեսական բաժանումը շատ հետաքրքիր է։ Նա տեսականի մեջ ներառում է օրինակ մաթեմատիկան,
աստվածաբանությունը, որ բնականաբար չափազանց կարևոր էր այն ժամանակվա փիլիսոփայական մտքի համար, եւ երրորդը նա փաստորեն բնագիտությունն է դնում կամ ֆիզիկան, բնափիլիսոփայությունն այսպես ասած, եւ հետո նա անցնում է արդեն տեսական գիտություններից արդեն գործնական, այսպես գիտությունների դասակարգման, այստեղ բարոյագիտությունն է առանձնացնում եւ մյուս երկուսը շատ հետաքրքիր կլինեն մեր հեռուստադիտողի համար, տնտեսագիտություն եւ քաղաքականություն։ Նա փաստորեն դնում է այն հարցը, որ եթե դու տեսական ուրեմն գիտություններով կարողանում ես ճանաչել աշխարհը, ապա դրանք կարող ես գործնական գիտությունների դաշտում դրանք կիրառելի դարձնել, կիրառականություն ապահովել եւ այս կիրառելիությունը կանխորոշում է հաջողությունը այդ ոլորտներում։ Ստացվում է, որ այն պնդումը օրինակ որ հիմա կա, չէ, դե գիտությամբ կարելի է զբաղվել, որպեսզի չզբաղվել ենթադրենք տնտեսական հարցերով կամ քաղաքականությամբ, Դավիթ Անհախտի համար դրանք մերժելի մոտեցումներ են, որովհետև ինքնին նա համարում էր, որ այդ երկուսը գիտական ուղղություններ են։ Այսինքն քաղաքականության դաշտը անգամ նա դիտարկում էր որպես գործնական ոլորտ գիտության համար։ Եվ եթե մենք նայենք մտքի բարդության աստիճանից, իհարկե շատ ավելի դժվար է գիտական տարբեր տեսական մտքեր գործնականում կիրառելի դարձնել օրինակ տնտեսության կամ քաղաքականության պարագայում, ասենք հասարակական հարաբերությունների պարագայում, քան ենթադրենք մեխանիզմ է պատրաստում զուտ տեխնիկական ինչ որ գործիքակազմով աշխատի ենթադրենք ինչ որ սարք։ Հասարակությունը ինքը շնչող մարմին է մի ամբողջ, չէ, ստացվում է, այսինքն հավաքականություն մարդկանցում, որի պարագայում այդ նախապես արված տեսական եզրահանգումները ավելի դժվար կաշխատեն։ Աստորեն Դավիթ Անհախտը անգամ այս խորության էր հասել եւ նույն տնտեսագիտության մասով մեզ մոտ կա այն միտումը, այն միտքը, որ փաստորեն ավելի նոր ժամանակների կապիտալիստական հարաբերությունների արդյունք է տնտեսագիտությունը, բայց դեռ հույն հեղինակների մոտ կան նման գաղափարներ, իսկ Դավիթ Անհախտի մոտ հստակ առանձնացված կա սա։ Հետագայում նրա գաղափարները իդեպ մեծ տարածում են ունեցել։ Նա շեշտված բարոյագիտական փաստորեն այդ մոտեցումը ունի ընդհանուր իր փիլիսոփայական հայացքների հարցում եւ կարծում է, որ մարդը փաստորեն իր ֆիզիկական կյանքի ընթացքում անցնում է երկրային կյանքի ընթացքում լրջագույն փորձություններով, որ պետք է փիլիսոփայության օգնությամբ նաեւ մաքրագործի ու հասնի կատարելության արդեն փաստորեն արժանանա հավիտենական կյանքի եւ փրկության անդրշիրիմյան կյանքում եւ նա այստեղ փաստորեն այս գաղափարներով գնում է զուգահեռ քրիստոնեական ուսմունքին եւ պատահական չի, որ նրանից ազդված է նույն մեր նշած Անանիա Շիրակացին, նրա հայացքները կիսում է Հովանես Իմաստասեր Սարգսակը, Բահրամ Ռաբունին եւ այնպիսի եռամեծ վարդապետ, ինչպիսին է օրինակ Գրիգոր Տաթևացին, նրանից առաջ Հովան Որոտնեցին, մարդիկ, ովքեր մեծ դեր են խաղացել միջնադարում նաեւ մեր եկեղեցու դավանաբանությունը հստակեցնելու հարցում։ Այս ազդեցությունը նկատելի է եղել միջնադարի ավելի ուշ շրջաններում նաեւ եւ ինչպես արդեն հաղորդման սկզբում նշեցինք, նաեւ արաբական, իրանական, ինչու ոչ բյուզանդական եւ անգամ վրացական փաստորեն փիլիսոփայական միջավայրում նկատելի է եղել նրա ազդեցությունը, նա յուրահատուկ կամուրջ է եղել միջնադարի եւ անտիկ փիլիսոփայության միջև եւ եւս մեկ ապացույցն է այն բանի, որ հայերը որպես մշակութային եւ քաղաքակրթական ֆենոմեն անցյալի նկատմամբ բավական մեծ հոգացություն են ունեցել եւ հատկապես անցյալի մտավոր սեփականության նկատմամբ։ Եվ վերջին հանգամանքը այստեղ նշենք, որ նրա գործերը գրված են եղել հունարեն եւ ապա փոխադրվել են, թարգմանվել են հայերեն եւ հենց այդ լեզուներով բնագրերի պահպանված լինելը նաեւ ապահովել է մեծ աշխարհագրություն նրա ճանաչելիության, նրա հայացքների ճանաչելիության համար։ Նրա հայացքներից փաստորեն բավական ազդված են եղել եւ նրանց առանձին մեջբերումներ արդեն այնպիսի հեղինակներ, ինչպես օրինակ Ալ-Ֆարաբին, Իբն Սինան, Հովան Դամասկացին եւ շատ ուրիշներ, որոնք իրեն ժամանակի լավագույն մտավորականներ են եղել եւ փիլիսոփայական իրենց հայացքներով են աչքի ընկել։
Խորհրդային շրջանում է զգալի ուսումնասիրման ենթարկվել նրա ժառանգությունը, առանձնապես այստեղ պետք է նշենք Սեն Արևշատյանի վաստակը, ով 1960-80-ական թվականներին հաջորդաբար հրատարակել է նրա գործերի քննական բնագրերը եւ փոխադրել մեր աշխարհաբարով, որպեսզի ժամանակակից ընթերցողի համար եւս ընկալելի եւ ըմբռնելի լինի Դավիթ անհախտը, նաեւ 1980 թվականին այս բոլոր նրա գործերը փաստորեն իմի վերված տպվել են քննական բնագրերի տեսքով, 99-ին փոխադրված աշխարհաբար եւ 75 թվականին հրատարակվել է ռուսերեն նրա աշխատություններից պես լավագույն հատվածների թարգմանություն, նաեւ իտալերեն թարգմանություն կա նրա գործերի մասի եւ իհարկե բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարվել հիմնականում խորհրդային եւ մասամբ հետխորհրդային շրջանում։ Փաստորեն Դավիթ անհախտի կատարած գործերի զգալի մասը լավ ուսումնասիրված է, հատկապես նրա փիլիսոփայական հայացքների տեսանկյունից։ Զգալի ազդեցություն է ունեցել Դավիթ անհախտը վաղ միջնադարյան հայկական փիլիսոփայության ձևավորման ու զարգացման վրա։ Տևական ժամանակ նրա երկերը հանդիսացել են մի շարք ուսումնասիրությունների առարկա, իսկ արդեն 18-րդ դարում այդ երկերն ուսումնասիրվել են վրացի ուսումնասիրողների կողմից եւ մեծ ազդեցություն թողել նաեւ վրացական փիլիսոփայության ձևավորման ու զարգացման վրա։ Իսկ Դավիթ անհախտի մասին պատմող մեր այսօրվա թողարկումը մոտեցավ իր ավարտին, մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։